Եղիշե Չարենցն ինքը 20-րդ դարի Ուսուցչի աշխատանքի արդյունքը տեսանելի է դասարանում։ Միայն թե մասնագիտական կարողությունները հիմա անցնում են նաև քննության փորձությունը։ Հայրենիքը կապույտ երկնքի, արևաշող, դաշտերի։ Հայաստանում արդեն մի քանի տարի ուսուցիչները կարող են անցնել կամավոր ատեստավորում հավելավճար ստանալու համար։ Արմավիրի մարզում աշխատում է մոտ 3000 ուսուցիչ։ Նրանցից ավելի քան 850-ը հաջողությամբ հաղթահարել է կամավոր ատեստավորումը։ Արմալուրին է ներկայացնում Սոնյա Բուդաղյանը։ Մենք կարող ենք ասել հումանիտար առարկաներն են, որ գերակայում են։ Եվ ինչպես միշտ մեր ԲՏՃՄ առարկաները մի փոքր նվազեն արդյունքները, բայց հուսանք, որ դրա հետ կապված աշխատանքներ են իրականացվում եւ հուսանք, որ մենք կունենանք այդ առարկաների հետ կապված հաջողություններ։ Կամավոր ատեստավորման ակտիվությունը մարզում տարբեր դպրոցներում է նկատվում։ Դպրոցը քաղաքում է, թե գյուղում, էական չէ։ Մենք ունենք դպրոցներ, որոնք բավականին ակտիվ են մասնակցում եւ մենք խրախուսում ենք այդ մասնակցությունը, ապագայի դպրոցն է, որ բավականին լավ արդյունքներ ունի, գյուղական միջավայր է, ակնալիճի դպրոցն է լավ արդյունքներ ունի եւ կողքին մենք կարող ենք ասել քաղաքային դպրոցներ, օրինակ Վաղաշապատում մենք ունենք բավականին լուրջ ակտիվություն ցուցաբերած եւ լավ ցուցանիշներ, Վաղաշապատի 6-րդ դպրոցը, Վաղաշապատի 3-րդ դպրոցը, Արմավիրի 8-րդ դպրոցը, այսինքն այստեղ մենք չենք կարող տարանջատել քաղաքային թե գյուղական։ Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը Արմավիրի մարզում բարձր ցուցանիշներ է գրանցում։ Ակնալճի միջնակարգ դպրոցում աշխատում են 35 ուսուցիչ, որից 21-ը հաղթահարել են կամավոր ատեստավորումը։ Այս դպրոցում կան ուսուցիչներ, որոնք ատեստավորմանը մասնակցում են արդեն մի քանի տարի անընդմեջ, շարունակելով բարձրացնել իրենց արդյունքները։ Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին է, ժամանակ չի խնայում ամրապնդելու գիտելիքները։ Կամավոր ատեստավորումը Հայաստանում ոչ միայն մասնագիտական քննություն է, այլ նաև կարծում եմ ինքնագնահատականի ինքնահաստատման եւ ինչու՞ չէ նաև աշխատավարձի բարելավման լավագույն հնարավորություն եւ ատեստավորման մասնակցելու համար ուսուցիչը ինքնաբերաբար նախ թարմացնում է իր գիտելիքները, ստուգում իր մասնագիտական կարողությունները եւ արդյոք դասավանդած դասարաններում իր դասավանդած առարկայի որակը կամ դասավանդման մեթոդիկան համապատասխանում է պետական չափորոշիչներին։ Եթե սա ճանապարհ է դեպի աշխատավարձի բարձրացում, ապա պետք է գնալ այս ճանապարհով։ Ուսուցիչը կիսվում է իր պատմությամբ։ Առաջիններից մեկն եմ եղել, որ մասնակցել եմ կամավոր ատեստավորմանը, նպատակս առաջին հերթին սեփական գիտելիքներն ու կարողությունները ստուգելն էր, որովհետև ես երկրորդ տարին մասնակցեցի, առաջին տարին ընթանում էր կամավոր ատեստավորումը եւ բավականին հակասական մտքեր կային հասարակության մեջ, հատկապես ուսուցչական հասարակության մեջ, կապված թեստերի բարդության հետ, եւ ես ցանկացա ստուգել իմ իմացությունը եւ ինչու՞ չէ նաեւ թեստերը լուծելու եւ թեստերի լուծելու տրամաբանությունը գտնելու իմ կարողունակությունը ստուգելու համար։ Հետո արդեն երբ 2 տարի հետո նորից ցանկություն առաջացավ, որովհետև ես 2 անգամ եմ մասնակցել կամավոր ատեստավորման, ցանկություն առաջացավ մասնակցել, սա եւս արդեն գիտելիքներս թարմացնելու եւ կրկին ինձ ստուգելու, թե 2 տարի առաջ ես ինչ հնարավորությամբ եմ հաղթահարել թեստը, 2 տարի հետո աճ ունեմ, կա զարգացում թեստը լրացնելու, թե ոչ։ Քիմիայի եւ կենսաբանության ուսուցիչը եւս նույն ճանապարհն է անցել։ Դասի ժամանակ աշակերտների հետ լաբորատոր փորձ է կատարում։ Մեզ հետ կիսվում է, ատեստավորումը պահանջում է անընդհատ թարմացնել գիտելիքները։ Ուսուցչի աշխատանքը համատեղել, որպեսզի մի հատ էլ լրացուցիչ աշխատենք, պարապենք, պարզ է, որ աշխատատար է, ամառվա արձակուրդների հաշվին աշխատելը, բայց դա պետք է ինքնակրթվելու, ինքնազարգանալու համար։ Ու ես դժգոհ չեմ, որ մասնակցել եմ, ուրախ եմ, ճիշտ է, առաջի տարին 65% եմ հաղթահարել ու դա այդ ժամանակ դեռ աշխատավարձի բարձրացում չկար, բայց 4 տարի հետո 90-ի եմ հասել։ Գրեթե բոլոր ուսուցիչների միտքը նույնն է՝ ստուգել սեփական գիտելիքներն ու լավ արդյունքի դեպքում ունենալ նաև աշխատավարձի բարձրացման հնարավորություն։ Ժողեր Ղլիջյան, Բեն Անտոնյան, Արմալուր։